Ձմեռային ողջույններ, մեր տաքուկ տաղավարից սիրելի փոքրիկներ, եթերում մուլտիկնի մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե իմ լավ բարեկամներ, ձեզ նաև ողջունում է մեր ժամապահ Քերին, ով հիմա այս տեսախցիկի ետևում է ձեզ թաթիկով է անում ու խոստանում է, որ մեզ այսօր լիքը եթերային ժամանակ կտա ձեզ հետ միասին նկարելու ինչ-որ մի մուլտիպլիկացիոն կերպար։ Ես էլի այս շաբաթ նամակների, մեր կախարդական նամակների սենյակից ընտրեցի ծրարներ, ընտրեցի ձեր նամակները, տեսա գեղեցիկ նկարված ձեր նկարները, բայց այդ նամակների մեջ դեռ առաջադրանք չկար Քերի Մուլտիկնիկին, թե այսօր Քերին ձեզ համար ինչ նկարի։ Իսկ այս դեպքերում մենք ինչ ենք անում, դիմում ենք ում օգնությանը, ապրես Վալյուկյան, Պոնչո Սանչոյի, Քերի Մուլտիկնիկի օգնականն է, նա հիմա կայտնվի այստեղ և Քերի Մուլտիկնիկին կհուշի, թե ձմռան այս ցուրտ, բայց տաքուկ անկյունում ինչ ենք նկարելու։ Ասում ենք կախարդական խոսքը, այլ բուլդա ենք ասելու, այլ բուլդա, ահանա, ողջույն Սանչո։ Ողջույն Քերի։ Ինչպես ենք։ Ողջույն երեխաներ, ողջույն։ Շատ լավ Քերի, դու ինչպես ես։ Լավ եմ, փոքրիկները նամակները մեզ շատ են ուղարկել, դու արդեն գիտես։ Այո։ Լիքը նկարներ։ Ես միշտ նայում եմ եւ հետևում։ Նույնիսկ այստեղ մի հետաքրքիր նկար ունենք, Սանչո, որ մեզ ուղարկել է քաղաք Երևանից Վիկտորիա Հարությունյանը։ Նա նկարել է Քերի Մուլտիկնիկին, ապա Շատ գեղեցիկ է։ Շատ լավ է։ Այո։ Հիմա Սանչո դու ցուցադրիր փոքրիկներին։ Ապրի Վիկտորիա։ Ճիշտ է, այսպիսի նկարներ, նամակներ շատ են ուղարկում Սանչո, բայց առաջադրանք չեն տվել։ Եթե դու հայտնվում ես այստեղ Քերի Մուլտիկնիկի տաղավար եւ կոչվում ես Քերի Մուլտիկնիկի օգնական, այսինքն դու ինչ պետք է անես։ Պետք է օգնեմ։ Ինչ հարցով։ Ինչ հարցով։ Պետք է ասես, թե այսօր մենք երեխաների հետ միասին ինչ սովորենք նկարել։ Հա, մոռացել էի։ Ինչ նկարենք։ Քանի որ արդեն ձմեռ է։ Այո։ Ես առաջարկում եմ ձմեռային թեմատիկայով ինչ-որ մի նկար նկարենք։ Օրինակ, իմ ընկերոջը։ Այո, ով է։ Ձնեմարդուկին։ Այո։ Ես հիշեցի, քո ընկերը կախարդական ձնեմարդուկն է, ճիշտ է։ Այո, իր կախարդական գլխարկով, իր կախարդական փայտիկով եւ իհարկե մի գավաթ շոկոլադե սրճով։ Էլի ուտելու, խմելու մասին է խոսքը։ Միշտ։ Լավ, սիրելի փոքրիկներ, մենք ձեզ հետ միասին հենց այս պահին նկարելու ենք ձնեմարդուկին, կախարդական ձնեմարդուկը իր կախարդական փայտիկով եւ իհարկե շոկոլադով։ Շոկոլադե սուրճի բաժակով, գավաթով։ Չմոռանանք նաև աճպարարական գլխարկով։ Այո։ Դե ինչ, սիրելի փոքրիկներ, քանի որ ասացինք կախարդական ձնեմարդուկ, մենք ձեզ հետ միասին սկսելու ենք նկարել մեր ձնեմարդուկին։ Կսկսենք նրա աճպարարական գլխարկից լայն եզր։ Ինչ կասես։ Սկսենք։ Շատ լավ միտք է։ Այո։ Այստեղից գլխարկն ենք նկարելու կոր գծիկ, տեսեք, մի փոքր գծիկներ ներքև, այստեղից լայն եզր գլխարկն եմ նկարելու, տեսար։ Հետո անգլիական լայն եզր գլխարկ աճպարները ինչպես ունենում են, հիշում ես։ Քո ընկերներն ուներ այդպիսի գլխարկ։ Այսպիսի մի գլխարկ ենք նկարելու։ Շերտիկ կտանք։ Այ հիմա ձնագնդիկով քո ընկերոջ գլուխը կպատրաստենք ձնեմարդուկի կախարդական։ Այսպիսի մի կլորիկ։ Իմ կարմրաթուշ ընկերոջը։ Քո կարմրաթուշ ընկերոջը։ Քիտիկը արդեն պարզ է, գազարից պետք է լինի։ Այսպիսի մի գազար կնկարենք։ Օպ։ Աչքերը սևիկ, ձվաձև, բայց փայլիկ էլ կթողնենք։ 1 2 ունքեր մուլտիպլիկացիոն 1 2 եւ ժպիտ։ Քանի որ ձնեմարդուկները միշտ բարի կերպարներ են, չէ։ Այո։ Համել ասում են, որ ձմեռ պապի օգնականն է։ Այո։ Ժպտերես ձնեմարդուկ։ Այ։ Օպ։ Իդեպ, երեխաներ, ես մոռացել էի։ Ասա։ Դեկտեմբերի 23-ից 30-ը Վանաձորի տեխնիկային թատրոնում տեղի կունենա կախարդական վրձինը ամանորյա երաժշտական ներկայացումը։ Սիրով սպասում ենք։ Ապրես հասցրեց ամեն ինչ։ Դե արի գազարիկի վրա սև կետիկներ անենք։ Սանչո։ Այդ էր արդեն կալորիկ եմ արել, ինչպես դու ասացիր, որպեսզի կարմրաթշիկ լինի։ Հիմա շարֆիկն եմ նկարելու, որ չմրսի։ Թեկուս ձնագնդիկը, ինչպես մրսի։ Լավ։
Այսպես շարֆիկի մի հատվածը, շերտիկը, պարանոցին կփաթաթենք, այսպես, մյուս վերջույթը այստեղից դուրս եկած։ Գիտես ինչ, Սանչո, եթե նկատ փոքր ժամանակ ձնեմարտուկ պատրաստել ես։ Այո, իհարկե։ Ես հիշում եմ, այդ ձնեմարտուկը հետո կախարդեցի, դարավ Այո, մեծացավ, դարձավ իմ ընկերը։ Ես մի ձնագնդիկ կսարքեմ, ոչ թե 3։ Այսպեսի մեծ ձնագնդիկ կսարքեմ, այստեղ բաց կթողնեմ, որպեսզի ձեռքը նկարենք։ Այսպեսի։ Այստեղ ոտքը ձնագնդիկից, մյուս ոտքը այստեղ, Հիմա ձեռքն եմ նկարելու, սիրելի փոքրիկներ, ուշադրություն, աջ ձեռքը դեպի վերև, որպեսզի ձեռքում լինի արդեն կախարդական փայտիկը, ինչպես ասաց մեր Սանչոն։ 1, 2 մատիկներն եմ նկարում, 3։ Հիմա փայտիկը կախարդական դեպի վերև պարզած։ Աջ ձեռքը նկարեցինք։ Հիմա ձախ ձեռքում ինչ պետք է լինի, սիրելի փոքրիկներ։ Բաժակ իր շոկոլադով լեցուն։ Ապրես։ Հիմա նկարում ենք ձախ ձեռքը, պարզում ենք ձեզնից դեպի աջ, բութ մատիկն ենք նկարում, այսպես։ Ծալված մուլտիպլիկացիոն 3 մատիկները, որպեսզի բաժակի պոչիկը բռնված լինի, պոչիկն ենք հիմա նկարում, նոր բաժակը։ Ամբողջովին ձեռքը նկարեմ, հետո բաժակին կանցնենք, այսպես։ Հիմա բաժակը, սիրելի փոքրիկներ։ Կոճակներ մեծ, 1, 2, ու լավ է, արդեն, շերտիկով, ձնե թմբիկներ, հետո որ հասցնենք, Սանչո, նաև, հերվում երևնիներ կնկարենք, արագ, հեշտ ստացվող, այսպես, պետք է մեր հերոսին ներկել, բայց ուզում եմ շարֆիկը շերտիկների բաժանել, ինչ կարծիք ես, որ երկու գույնով ներկենք, այսպես, ու այսպես, քանի որ ձնե մարդուկին սպիտակ ենք թողնելու, ես կմտածեմ, թե ինչ ենք անելու, նախ և առաջ, ինչ ենք անելու հաստմատիտով, ընդգծելու ենք, ապրի Սանչոն, ընդգծում ենք մեր հերոսին, ուշադրություն, վերևից ենք սկսում, ուրեմն լայն եզր գլխարկից սկսում ենք ընդգծելը, այսպես, շատ լավ է, ձեր հերոսը ավելի կընդգծվի և լավ կերևա, հիմա ձեռքերին ենք անցնում, բաժակն ենք ընդգծում, այսպես պոչիկը, մատիկները, շատ լավ է, մի քիչ չարչարվելու եք, բայց արդյունքը կտեսնեք, որ շատ գեղեցիկ է ստացվում, երբ որ ընդգծված է ձեր հերոսը, եկեք զգուշությամբ ձեռքերն էլ ընդգծենք, նույնիսկ կախարդական փայտիկը, այսպես, ես գիտեմ, փոքրիկներ, դուք հիմա ուշադիր հետևում եք Քերի մուլտիկնիկի կախարդական մատիտի շարժումներին և ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, հիմա աջ ոտիկը ընդգծեցինք և վերջ, ստվերներն էլ սև ներկենք, ոտքի տակ գտնվող, այսպես, նոր սկսենք ներկելը ամբողջովին, ինձ խնդրում եմ ներկելու համար գլխարկը դուր մուկ կանաչ և կարմիր, մեկ րոպե, լավ է ստացվեց, կարծում ձեզ մոտ էլ լավ ստացվեց, ապրես Սանչո, հիմա մուկ կանաչ մատիտով ես ուզում եմ գլխարկը ներկել, շերտիկը չներկենք, շերտիկը ներկելու ենք կարմիր, այսպես, Քերի դու նկատել ես, որ ես էլ կարմիր շերտիկ ունեմ, ինչ է, կարմիր շերտիկ, գլխարկի վրա, իհարկե նկատել եմ, ինչպես կարող եմ չնկատել Սանչո, իմ ջարոս նկարիչները, Սանչո, ավելի շատ տեսողական հիշողություն ունեն, ճիշտ է, այսպես, ապրես Սանչո, հիմա շերտիկը կարմիր ենք ներկելու, այսպես, եթե նկատում եք սպիտակ մասերին եմ թողնում, հիմա շարֆիկը նույն ձևով շերտավոր կարմիր կանաչ կներկենք, չէ, կանաչ կարմիր,
լավ կանաչ կարմիր։ Կարմիր, չէ, կանաչ։ Կանաչ, կանաչ։ Ապրես դու։ Ուրեմն մեկ շերտիկը կանաչ, մեկ շերտիկը կարմիր։ Դե քանի որ կանաչ մատիտը մեր ձեռքում է, սկզբից կանաչները կներկենք։ Ահա, հետո նոր կարմիրները։ Այսպես։ Գեղեցիկ է ստացվում, Սանչո։ Այո, շատ գեղեցիկ է։ Այսպես։ Մեկ շերտիկը բաց ենք թողնում, մյուս շերտիկը ներկում ենք կանաչ։ Այսպես։ Վերջ, ավարտում եմ։ Հիմա, քանի որ ասացիք կանաչ, հետո կարմիր։ Այո։ Հիմա կարմիրն ենք ներկելու։ Այսպես։ Սպիտակ թողված շերտիկները արդեն ամբողջովին կարմիր ենք ներկում։ Նայեք, իմ գունավոր մատիտով գծիկները անցնում եմ մեկ-մեկ, քանի որ ես յուղամատիտով եմ նկարում սիրելի փոքրիկներ, ռեդինը ջնջոցով դժվար է մաքրել։ Դուք սովորական մատիտով եք նկարում, կարող եք մաքրել։ Կոճակներն էլ եմ կարմիր անելու, Սանչո։ Թող գունեղ լինի։ Իսկ բաժակը որոշել ես ինչ գույնով ենք ներկելու։ Ինձ թվում է նարնջագույն։ Ինչու։ Դե քիթիկի հետ որ համահունչ լինի։ Դե նարնջագույն մատիտը հենց այս պահին դուր։ Ապրես դու։ Նարնջագույն մատիտով սիրելի փոքրիկներ ներկելու ենք քիթիկը, գազարագույն էլ կարող ենք ասել։ Այդ է նարնջագույն է ընդունված, ասում ենք նարնջագույն։ Այսպես, նույնիսկ ես կլորացնեմ, ներքևի հատվածը ավելի մուգ կներկեմ, վերևի հատվածը սպիտակ փայլիկ կթողնեմ։ Այսպես, նարնջագույն նաև կներկենք մեր ձնեմարդուկի սուրճի բաժակը։ Իհարկե շոկոլադե սուրճի։ Քերի, Այո։ կարող եմ ես էլ նկարել մի փոքր։ Այո։ Հա, շատ լավ։ Ես գամ իմ ընկերոջ թուշիկները կարմրացնեմ։ Կարմրացրու։ Հա։ Խնդրեմ։ Այսպես։ Ապրես։ Շատ լավ է։ Միս թուշիկը կիսած։ Ապրի Սանչո։ Ապրես Սանչո։ Շնորհակալություն քեր։ Ահա։ Տեսեք ինչ տաղանդավոր եմ իմ օգնական Սանչոն։ Լավ բարեկամ, շագանակագույն մատիտը դուր։ Կախարդական փայտիկը ներկենք։ Եվ Եվ շոկոլադե, հա, շոկոլադե, շագանակ։ Քեզ համար շոկոլադե, երեխաների համար շագանակագույն։ Եվ դուր մարմնագույնը։ Մարմնագույն։ Ես փայտիկը այսպես ցախակողմի հատվածից կներկեմ, մի քանի սպիտակ տեղեր էլ կթողնեմ, դե դեղինը մեզ օգնության կգա, եթե Սանչոն մեզ դեղին մատիտ տա։ Դեղին մատիտով արդեն իմ փոքրիկ բարեկամներ փայտիկի սպիտակ թողված հատվածները կներկեմ, հետո մարմնագույն մատիտով ձեռքերն եմ ներկելու, իհարկե վերջում մի քիչ դեղին կավելացնենք, 1 2 շոկոլադե գույն ունենք, ուրեմն բաժակի մեջ պետք է երևա շոկոլադը։ Դեղին մատիտով մի փոքր էլ կերանգավորենք, այսպես։ Շատ լավ է։ Ժամանակը կստուգեմ։ Լիքը ժամանակ ունենք։ Եթե լիքը ժամանակ ունենք, ես մեր փոքրիկներին հերվում գտնվող երևնիներ շատ եմ սովորեցրել նկարել, հեշտ ձևով, բայց լավ երևացող։ Նկարենք։ Հերվում, այստեղ։ Տես դու էլ նայիր Սանչո, ինչպես ենք երևնի նկարելու։ Ներքևի թեք գծիկներով գնալով փոքրանում է, այսպես։ Ու սրած այլ մաս, տեսար։ Հենց մի քիչ էլ դեղին ավելացնենք, հերվում գտնվող երևնիները արդեն լավ կերևան։ Մի քիչ ավելի մեծ, քանի որ ձեռքն է այստեղ, ավելի մեծ երևնի ենք նկարելու այս մասում, ձեռքի ետևում շարունակելու ենք այստեղից։ Այսպես։ Արդեն հասկանալի է, չէ՞։ Մի քիչ դեղին ենք ձախակողմի հատվածից ավելացնելու։ Փայլիկները։ Հիմա մեր ձնեմարդուկը ջունից է պատրաստած, ճիշտ է։ Այո։ Մենք ունենք սպիտակ թղթիկ, ճիշտ է։ Ջունը ինչ գույն է։ Սպիտակ։ Ապրես։ Իսկ սպիտակ թղթից, սպիտակ ձնեմարդուկին առանձնացնելու համար մեզ ինչ գույներ են պետք։ Բաց, կապույտ։ Եվ մուգ կապույտ։ Մուգ կապույտ։ Այո։ Ապրի Սանչոն։ Դուք էլ ուշադիր նայեք, իմ փոքրիկ բարեկամներ, տեսեք ինչ ենք անելու։ Մենք սպիտակ թղթիկը մի փոքր կճնշենք։ Սա մուգ կապույտը։ Սա էլ բաց։ Ապրես Սանչո,
բաց կապույտ մատով մի քիչ միջամտենք ձնեմարտուկին։ Ինչպես։ Ցախակողմի հատվածից, քանի որ լույսը աչակողմի հատվածից փոքր երանգով, այսպես ես կլորացնեմ։ Այսպես։ Նույնիսկ ժպիտը այստեղ կընդգծեմ։ Կոպերը։ Այսպես կոպերն կընդգծենք մի փոքր ցախակողմի հատվածից։ Այստեղ բերանիկը։ Հիմա ցախակողմի հատվածից ամենամեծ ձնագնդիկն ենք ընդգծելու։ Մի փոքր երանգ ենք տալու, կիսալուսնաձև, որպեսզի ձնագնդիկը կլորանա, ոտքերը նույնպես։ Այստեղ կոճակների ցախակողմի հատվածում, նույնիսկ շարֆիկի մոտ, լավ է, ված չէ։ Բաց կապույտ մատիտը մի կողմ ենք դնում, որպեսզի սպիտակ թղթիկից առանձնացնենք մեր սպիտակ ձնեմարտուկին, թմբիկների ստվերային մասը մուգ կապույտով կներկենք։ Այսպես, ուշադրություն, կլորացնելու համար։ Թմբերն եմ եւ ընդգծում եւ մեր սպիտակ ձնեմարտուկին առանձնացնում եմ։ Այսպես։ Վերևի հատվածը արդեն բաց կապույտ մատիտով կընդգծենք։ Այսպես, իբրև ամպիկներ։ Շատ լավ է։ Ապրեք դուք իմ փոքրիկ բարեկամներ։ Իսկ կախարդանքը որպեսի երևա, կարմիր մատիտը վերցնելու ենք, փայտիկի ծայրամասում, այսպիսի փակագծի նման կլորիկներ ենք անելու, ուղղակի գնալով պետք է մեծացնել։ Սա ձախակողմի հատվածը, ձեզնից ձախ սիրելի փոքրիկներ։ Իսկ սա աչակողմի հատվածը։ Մի քիչ էլ դեղին ենք ավելացնելու, ուղղակի թղթիկը ճնշելու համար, այսպես։ Մեր ձնեմարտուկը պատրաստ է։ Նույնիսկ ձեր մատիտով էլ կարելի այդպես մատիկով կամ թղթիկով կարող եք այսպես լղոզել։ Այսպես։ Ձեր սպիտակ ձնեմարտուկը ավելի լավ երևալու համար։ Օգնեմ քերի։ Չէ, գիտես ինչ, մի քիչ ծանր է երևի թե մեր ձնեմարտուկը։ Այո, իմ ընկերն է։ Ոնց կարող է ծանր չլինել։ Այսպես, մեր ժամանակը մոտենում է ավարտին։ Քերի, ապա ցուցադրիր ամբողջովին մեր ձնեմարտուկին։ Հիմա մեր ժամապահքերին քո ընկեր կախարդական ձնեմարտուկին կցուցադրի, իսկ ես նորից հայտարարեմ մեր հեքիաթ ներկայացման մասին։ Լավ, երկուսով։ Այն փոքրիկների համար։ Սիրելի փոքրիկներ, Քերի մուլտիկնիկը եւ Պոնչո Սանչոն ձմեռ պապի հետ միասին որտեղ են հրավիրում։ Դեկտեմբերի 24-ից 30-ը հրավիրում ենք Վանաձորի տիկնիկային թատրոն դիտելու կախարդական վրձինը ամանորյա երաժշտական հեքիաթ ներկայացումը։ Իսկ ժամերը գիտեք, ժամը 12-ին, 14-ին եւ 16-ին։ Դե, տոմսերի համար սիրելի փոքրիկներ մեծեր կարող եք զանգարել 033 04 12 44 հեռախոսահամարին։ Երևում, այնտեղ եք դուք արդեն։ Ձնեմարտուկին նկարեցինք, մեզ մնում է հրաժեշտի պահը։ Բայց մինչ հրաժեշտը, սիրելի փոքրիկներ եւ մեծեր, եթե ուզում եք ձեր այս ձնեմարտուկին նկարել ուղարկել Քերի մուլտիկնիկին, նոր առաջադրանք տալ Քերի մուլտիկնիկին, կամ հորինել մի փոքրիկ պատմություն մեր Սանչոյի մասին, ապա պետք է մենք անպայման հիշեցնենք մեր անփոփոխ փոստային հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Այսքանը, իսկ դուք սիրելի ծնողներ, անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին, այնտեղ կան վարպետանց դասեր նկարչական, հեքիաթ ներկայացումներ, մրցանակաբաշխություններ, մուլտֆիլմեր, որ ստեղծել է Քերի մուլտիկնիկը, անպայման արդեն դուք այնտեղ նաև կհանդիպեք իմ բարեկամ Պոնչո Սանչոյին։ Այսքանը այսօրվա համար։ Այս տեսախցիկի հետևում գտնվող ժամապահ Քերին արդեն ասում է վերջ, եթերային ժամանակը ավարտվեց։ Քերին մեր նոր մուլտիպլիկացիոն կերպարը, Սանչո Պոնչոյի ընկեր մեր կախարդական ձնեմարտուկը, շոկոլադե սուրճով։ Սանչո Պոնչոն եւ Քերի մուլտիկնիկը հրաժեշտ են տալիս։ Ասում ենք Աստված ձեզ պահապան եւ կախարդական խոսքը։ Ալ Բուլդա։